Ինչ եղավ տղաս։ Շուփ։ Ինչ եղավ։ Նայեք։ Դիվակարանի մի մորաքրոջ աղջկան էլ է հարսանիքի ժամանակ լքելու, ինչպես թափքի դիդին։ Ալո, քույրիկ, ես նոր եմ տուն գալիս, իսկ տղայի ընտանիքն արդեն այստեղ է։ Շուտ եկեք, խնդրում եմ, մենք հիմա նշանադրություն պետք է անենք։ Ալո, հույս ունեմ, որ կգաք։ Լսեք, ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում, այնպես որ երևի չգանք։ Դե լավ, բայց հարսանիքին անպայման կգաք։ Ես ձեզ կսպասեմ։ Այո, անպայման։ Լավ է, որ թափքին աշխատանքի է։ Այսօր տանը չէր, բայց հետո ինչ է լինելու։ Ես հիմա չեմ կարող ներս մտնել։ Պետք է տուն գնամ։ Բայց եթե գնամ, ինչ կլինի պարոն Դրովի մոտ եղած կարևոր թղթապանակները։ Ամեն մեկդ մի հատ վերցրեք։ Սա, ես սա կվերցնեմ։ Ոչինչ, ես սա կվերցնեմ։ Այս մեկն էլ է ինձ դուր գալիս։ Թափքի, դու ապացուցեցիր, որ խոհանոցային քաղաքականության մեջ էլ կարող ես հաղթող դուրս գալ։ Հեշտ չէ այդքան մեծ մրցանակի արժանանալ։ Թափքին վերադարձավ։ Ուրեմն սրանք էլ ինձ վերադարձրեք հենց հիմա։
Դու լավ ես։ Այո, պարոն։ Դու երևի պետք է տուն գնայիր։ Պարոն, դրանք կարևոր փաստաթղթեր են։ Եվ դրանք անպայման ստուդիա է պետք տանել։ Ես զգեստդ նկատի ունեի։ Հիմա դա նորմալ է։ Ես այն փակցրի ծամանով։ Եկեք, ճաշը պատրաստ է։ Տես թե ով է եկել։ Բարև տղաս, ինչպես ես։ Մայրը դուր է։ Քույրիկ։ Քույրիկ։ Ես մեծ բարևներ եմ բերել բոլորիդ։ Ինչպես ես քեզ զգում։ Հիմա մի քիչ լավ եմ։ Հիմա լրիվ կլավանաս։ Ես հիմա քեզ մեկի հետ եմ ծանոթացնելու։ Աղջիկս ներս արի։ Աղաչում եմ, խնդրում եմ մի գնացեք։ Միշրաջի, թափկին լավ աղջիկ է։ Տղասն բուժվում է, աղջիկս կբուժվի։ Նա հիմա այլ առաջվա չափ չի կակազում։ Սա աղջիկս է, Դիմփին։ Տղաս, ինչու ես կանգնել այդտեղ։ Առաջ արի։ Սա էլ փեսաս է, դիվակարը։ Գիտեք, այս մարդիկ մեր լավ հարևաններն են։ Մեզ համար շատ հարազատ մարդիկ են։ Ինչու եք այդպես կանգնել։ Նրանք ձեզանից մեծ են։ Օրհնություն խնդրեք։ Իսկ հիմա ասեք, Փեսաս իսկական ֆիլմի հերոս է, չէ՞։ Ծնողներս երևի այնտեղ ինձ են սպասում։ Այո, մենք գնանք։ Ես միայն ուզում էի ձեզ ծանոթացնել, որովհետև նշանադրությանը չկարողացաք գալ։ Դե լավ, գնացինք։ Ցտեսություն։ Ինչ ես անում, մամ։ Այդ մարդկանց դիմակը պատրելու փոխարեն դու օրհնում ես դիվակարին։ Աղջիկս, մենք սա Նիմիի համար ենք անում։ Այո, անուշիկս։ Պետք չէ նրանց տրամադրությունը գցել։ Նրանք մեզ համար հարազատ մարդիկ են։ Եթե հարազատ են, ուրեմն անպայման պետք է պատմել դիվակարի ու նրա ծնողների արածը։ Իսկ եթե այս աղջկա հետ էլ նույն կերպ վարվեն, ինչպես Թափկիի հետ վարվեցին, այդ դեպքում ձեզ բավարարված եք զգալու։ Ադիտին ճիշտ է, Պունամջի։ Մենք առաջին հնարավորության դեպքում ամեն ինչ պետք է պատմենք Նիմիին։ Պարոն, հույս ունեմ, որ ստուգեցիք բոլոր փաստաթղթերը։ Ուրեմն դրանք ստուդիա տանեմ։ Լավ։
Թափկի, Այո, դու ուզում ես գունավորել վիրակապը։ Արի, կարող ես ներկել։ पत्तों पे बारिशें ठहरी हुई हैं थपथपा दो चल पड़े रस्तों पे ख्वाहिशें रुकी सी हैं पंख दे दो उड़ पड़े रुक रुक के थोड़ी निकलती है बातें चुप चुप के फिर भी सब कहती है आंखें और ख्वाब है कि ना रुकते जरा से प्यारी है सब तबकी Պարոն, ձեզ ժպիտը շատ է սազում։ Միշտ ժպտացեք։ Թափկի աղջիկս։ Նամաստե մորաքույր։ Նամաստե։ Ես էլ ուզում եմ ձեր տուն գալ, քեզ կանչել։ Ուզում եմ քեզ հիմա ապագա փեսայի հետ ծանոթացնել։ Բայց մորաքույր, մի վիճիր։ Ձերոնք արդեն տեսել են նրան։ Դու էլ պետք է տեսնես։ Այնքան լավ տղա է։ Արի, քեզ հաստատ շատ դուր կգա։ Արի գնանք։ Մի անգամ գոնե տեսնես նրան։ Թափկի։ Աղջիկս։ Սպասիր աղջիկս։ Ներս չգնաս։ Ինչու մայրիկ։ Ինչ է եղել։ Աղջիկս, հայրդ կանչում է քեզ։ Թող գա քույրիկ, մի 2 րոպեից կվերադառնա։ Այո, մամ։ Դու գնա, ես էլ հիմա կգամ, լավ։ Ոչ։ Հայրդ վաղուց է քեզ սպասում։ Կարևոր գործ ունի քեզ հետ։ Եվ հետո հոգնած ես։ Քեզ հետ նախաճաշել չէիր տարել։ Արի գնանք։ Կուտես կհանգստանաս։ Արի, ոչինչ մի ասեք։ Նրանք էլ հետո կծանոթանան։ Ոչինչ քույրիկ։ Նամաստե, մորաքույր, նամաստե։ Արի աղջիկս։ Լավ։ Գիտեք, պարոն Դրովի հայրն իր կենթանիներին երեխաների պես է սիրում։ Այո։ Եվ գիտեք, ինչ է նրա այծերից մեկի անունը։ Դուլարի։ Այո։ Իսկ Դրովի մայրը, նրա մասին ինչ կասես։ Նա շատ լավ կին է։ Եվ ինձ շատ է սիրում։ Խնդրեմ։ Քիչ էր մնում մոռանայի ասել։ Քանի որ կարողացանք հաղորդումը տնից էր արձակել, նրա մայրն ինձ մի շատ լավ նվեր է տվել։ Ուզում էր ինձ շնորհակալություն հայտնել։ Տես, մամ։ Այո, շատ լավ արձանիկ է։ Մամ, դուր ես էլ տեսնեմ։ Աղջիկս, սա շատ թանկարժեք նվեր է։ Ինչու էր վերցնում։ Ես փորձեցի մերժել, բայց նա պնդեց ու ասաց, որ սա իր օրհնանքն է։ Ես էլ ստիպված վերցրի։ Մամ, ես մտածում եմ, որ մի մորաքրոջ աղջկա հարսանիքի համար մի լավ նվեր պետք է գնենք, չէ՞։ Մայրիկ, ով է մի մորաքրոջ փեսան։ Դուք բոլորդ տեսել եք նրան։ Ինչ տեսք ունի։ Աղջիկս, դրա մասին հետո կխոսենք։ Նախ մտածիր, թե ինչ ես նվիրելու Դրովի մորը։ Նա քեզ թանկ բան է նվիրել։ Մենք էլ պետք է նրան մի բան տանք։ Այո, աղջիկս, հիմա նրան պատվելու քո հերթն է։ Բայց մենք ինչ կարող ենք նրան նվիրել։
Ես հիմա կգամ։ Ուր ես գնում, մամ։ Սպասիր, հիմա կգամ։ Դի, վերցրու։ Լավ պահիր սա։ Դիդի, ես պատրաստ եմ։ Շու։ Այ, դու ես պատրաստվում գնալ։ Քեզ հետ, Դրովի հետ ծանոթանալու։ Պարոն Դրովի հետ։ Այո, դու արդեն 2 անգամ նրանց տուն ես գնացել։ Հիմա ես էլ եմ գալու քեզ հետ։ Շուտ, ես այնտեղ աշխատում եմ։ Ես այնտեղ գործ անելու եմ գնացել։ Ես հենց այնպես չեմ կարող գնալ։ Դիդի, խնդրում եմ։ Շուպ, մի պնդիր տղաս։ Այս տան ինձ ոչ ոք չի լսում։ Շուպ։ Թափկի։ Ոչինչ։ Նա քիչ հետո կգա։ Վերցրու։ Սա ինչ է, մամ։ Համեղ լադու։ Իմ ձեռքով եմ պատրաստել։ Դրովի մորը կտաս։ Պունամջի շատ ապրես։ Մեր գուցե չհամեմատվի նրանց շեքեղնավերի հետ։ Բայց Պունամջի ես սա չեմ կարող չասել։ Քո լադուն էլ ոչ մի բանի հետ համեմատել չի լինի։ Թափկի, վերցրու աղջիկս։ Ստուդիա գնալուց առաջ դատարկ Դրովի տուն։ Շատ կուրախանա։ Լավ, հայրիկ։ Բարգինայիր։ Դուրդ գալիս է։ Դա ինչ է։ Հատուկ ոչ է։ Միայն բարձրաշխարհիկ տիկնայք են այսպես ներկում եղունգները։ Չուտկի, դա եղունգների նկարչություն է կոչվում։ Այո, լավ, լավ։ Տիկին դուք նամաստե։ Նայիր, թափկին։ Դու ինչ ես անում այստեղ։ Նամաստե։ Մենք չենք հասկանում։ Ինչ գործ ունես այստեղ։ Սա Դրովի նոր գրասենյակն է։ Ոչ, ուղղակի մայրս իր ձեռքով պատրաստած լադու է ուղարկել պարոն Դրովի մայրիկին։ Սա լադու է։ Մոռացար, խելքդ մի կորցրու մի 2 լադուի համար։ Այս աղջկա պատճառով մենք մեր հասանելիք զարդերից զրկվեցինք։ Ինձ այդ լադուները դուր չեն գալիս։ Գնա այստեղից։ Թափկի։ Երբ ես եկել աղջիկս։ Նամաստե մորաքույր։ Մայրիկ, Թափկիի մայրը հատուկ քեզ համար լադու է ուղարկել։ Եվ մայրիկ ասում է, որ նա իր ձեռքով է պատրաստել։ Ինչ հաճելի է, որ մտածել է իմ մասին։ Իմ կողմից շնորհակալություն կհայտնես։ Լավ, մորաքույր։ Սա վերցրու։ Նվիրաբերություն արա։ Լավ։ Գնա։ Մորաքույր, ես էլ գնամ։ Ոչ։ Հիմա մենք տանը նվիրաբերություն ենք անելու։ Եթե դեմ չես, կգնաս, երբ արտին վերջանա։ Լսիր, գնա, Դրովին էլ տես։ Գուցե նա քեզ հանձնարարություն ունենա տալու։ Վերցրեք, պարոն։ Սա կօգնի, որ ձեր ձեռքն ավելի ազատ շարժեք։ Պարոն, եղբայրս էլ է մի անգամ թևը կոտրել։ Դրա համար էլ գիտեմ։ Շնորհակալություն։ Լսիր, ինչու ես եկել։ Պարոն, մայրս լադու էր ուղարկել ձեր մորը։ Եկել էի, որ բերեմ։ Բայց ձեր մայրն ասաց, որ մնամ նվիրաբերությանը։ Հետո նոր աշխատանքի գնամ։ Պարոն, եթե աշխատանքի հետ կապված որևէ գործ ունեք, ասեք ինձ։ Այստեղից ես ուղիղ ստուդիա պետք է գնամ։
թղթապանակները պետք է տարվեն, բայց դրանք կարող ես պարտիից հետո տանել։ Լավ, պարոն։ Այո, շուտ, ասա։ Շուտ, ասացի հիմա չէ, տանը կխոսենք։ Լսեցիր։ Ամեն ինչ կարգին է։ Այո, պարոն, շուբը եղբայրս էր զանգահարել, նրա մասին ձեզ պատմել եմ։ Ռադե։ Պարոն, ձեզ ջուր է պետք։ Ոչ, Ես հիմա կբերեն։ Պարոն, ոչինչ Ռադեն կբերեր։ պարոն, Ինչ ես անում Ռադե։ Ոչինչ։ Դա կարգին ճզմել է պետք, թե չէ ըմպելիքին լավ չի մերվի։ Ու բոլորովին համով չի լինի։ Խառներ կաթին ու ինձ տուր։ Այսպես լավ կլինի։ նամաստե քերի։ Թափքի աղջիկ ես։ Ինչպես ես։ Լավ եմ, ես պարոն Դրովի համար ջուր պետք է տանեմ։ Իհարկե, ինձ տվեք։ Ինչ ես անում, Ռադե։ Բաղջի։ Նա լավ չէ, սառը ջուր մի տուր։ Ավելի կվատանա։ Նրա համար ջրամանից ջուր լցրու։ Թող առողջանա։ Ինչքան շատ մնատանա, այնքան շատ պետք է տանեմ նրա ներկայությունը։ Ես խեղճում եմ քեզ աղջիկս։ Ինչպես ես ամբողջ օրը շփվում այդքան մեծ ամիտ մարդու հետ։ Քեզ գլխացավի դեղ է պետք։ Եղբայր, հիմա տանձը լավ հասել է, կարքին ապրանք բերեք։ Բոլորովին համեղ տանց չէ։ Կանգնել ուտում եք ու դեռ ասում եք, թե լավը չէ։ Բայց առանց փորձելու ինչպես ենք ապրանք գնելու։ Մեզ կես կիլոգրամ է պետք։ Այն էլ եթե լավ գին ասեք։ Կրիշնականտջի։ Ինչու եք այդպես փախչում։ Գիտեք, չէ՞։ Տղաս դիվակարն ամուսնանում է։ Շատ լավ ընտանիքի աղջկա հետ։ Իսկ ձեր դուստրը դեռ չի ամուսնացել։ Դեռ ոչ։ Նա ոչ մի տղա չի գտնի, եթե այդքան գոռոզ լինի։ Փառք Աստծո, որ ես ձեր կակազ աղջկա հետ չհամոստացա։ Թե չէ կյանքս կխորտակվեր։ Քո կյանքը կխորտակվի, երբ մի մորաքույրն իմանա, թե դու ով ես։ Ադիտի, լրիր։ Այն ինչ արեցիր իմ աղջկա հետ։ Չանես նիմի քույրիկի դստեր հետ։ Մենք ինչ վատություն ենք արել ձեր աղջկան։ Մենք մեղավոր ենք, որ նա թերություն ունի։ Իսկ Նիմիի համար միայն համարձակվել նման բան անել։ Եվ հետո կտեսնեք, թե նա ում ավելի շատ կվստահի։ Մեզ, թե ձեզ։ Եկեք։ Shri Ram Jai Ram Jai Jai Ram Թափքի աղջիկս նվիրաբերությունն արդեն սկսում ենք։ Գնա բոլորին կանչիր։ Հետո դու էլ կգաս։ Դե գնա։ Ինչու մայրիկն այդ բանը թափքին հանձնարարեց։ Ես էլ նույն բանը մտածեցի։ Բաուջին ու Դրուվը երբեք միասին չեն գալիս նվիրաբերության։ Երբեք միասին չեն գալիս։ Դրա համար էլ խնդրեցի, որ կանչի նրանց։ Տեսնեմ թափքին կկարողանա միավորել իմ ընտանիքը։
Ժամին նայել ես։ Թե ժամացույցը տել է քեզ նման կակաս։ Ինչի տեղ ես քեզ դրել։ Որոշել ես աշխատանքի գալ, երբ խելքդ փչում է։ Քո կարծիքով այս գրասենյակը զբոսնելու տեղ է։ Ինչու ձեն չես անում օրիորդ տապքի։ Դրով։ Դրով։ Ինչպես ես դրով։ Ես չգիտեի, որ թափքի հեռախոսը քեզ մոտ է։ Բայց ինչպես է քեզ մոտ հայտնվել։ Նա այստեղ է, մեր տանը։ Ես չգիտեի։ Դրով, լսիր, ինչպես ես։ Գիտես, թե քո պակասն այստեղ ինչքան է զգացվում։ Երբ ես գալու։ Շուտով։ Լավ, լսիր, թափքին ուշ կգա աշխատանքի։ Ես նոր առաջարկների թղթապանակը կուղարկեմ նրա հետ։ Լավ, Դրով, ես այստեղ կանեմ ինչ պետք է։ Առողջացիր ու շուտ արի, լավ։ Նա ինչ է ինչ երևում է։ Նախ հաղորդումը կազմակերպեց Դրովի տանը, հիմա էլ տանը նրան ձոներ է նվիրում։ Ես պետք է այդ աղջկա հարցերն արագ լուծեմ։ Պարոն, մորաքույրը բոլորին նվիրաբերության է կանչում։ Խնդրում եմ, ցած իջեք։ Ես գնամ մյուսներին էլ կանչեմ։ Ինչ եղավ, պարոն։ Բաուջին էլ է գալու նվիրաբերությանը։ Իսկ ես ու Բաուջին երբեք միասին չենք աղոթում։ Դու գնա։ Ես հիմա չեմ գա։ Մանջու, արտակարգ մեքենա է։ Նիմիջի, ինչու եք այսպիսի բաներ արել։ Մեզ միայն ձեր աղջիկն է պետք, ուրիշ ոչինչ, ճիշտ չէ Մանջու։ Բայց ինչպես չընդունենք այդքան սիրով տրված նվերը։ Եվ հետո ձեր աղջիկն է դրանով պտտվելու, դիվակարը մեքենան կվարի, իսկ ձեր դուստրը թագուհու պես կնստի նրա կողքին։ Մայրիկ, մենք վերցինք մեքենան, բայց ոտքերս մեծ դժվարությամբ են հասնելու դրա ոտնակներին։ Լռիր։ Մեքենան արդեն մերն է։ Մի քանի օրից վարորդ էլ կգտնենք։ Ինչ է եղել, փեսա։ Մեքենան չես հավանում։ Փոխեմ, հետ տամ։ Ոչ, մորաքույր, շատ եմ հավանում։ Գույնն էլ արտակարգ է, շնորհակալ եմ։ Դիվակար, տղաս նստիր մեքենան։ Մեզ այնքան լավ բան են նվիրել։ Աղջիկս, դու էլ արի մեզ հետ։ Արի, ինչու ես ամաչում, դե արի։ Նիմիջի, սպասեք։ Տեսաք ավտոմեքենան։ Ես հենց հիմա պետք է խոսեմ ձեզ հետ։ Դիվակարն ու նրա ծնողները լավ մարդիկ են, չէ՞։ Լսեք, իսկ եթե լրիվ մոռացել էի, երկու հաճախորդի դիմակ եմ դրել ու կես ժամ էին ձեն սպասում։ Գնամ երեսները լվանամ, հետո կխոսենք։ Հենց որ աղջկանից խոսք վերցրին, նոր մեքենա ստացան։ Ինչ իմանաս, թե այս ագահներն էլ ինչ ախորժակ կունենան։ Մայրիկն ուզում էր Նիմի մորաքրոջն ասել, բայց նա չուզեց լսել։ Մենք նրանց ոչինչ էլ չենք ասի։ Մենք նրանց ցույց կտանք։ Բայց ինչպես։ दिवाकर भाई गाड़ी चली पम 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 हल्ला मचाएंगे गुल्ला मचाएंगे Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Շուտ, դու ես բռնելու։ Ես գնդակը կնետեմ։ Լսեք, սա կրիկետ խաղալու տեղ է, գնացեք ձեր բակում խաղացեք։ Հենց սա է մեր բակը, հեռու գնա։ Դի նետիր։ Լավ։ Լսեք, եթե գնդակը մեքենայից կպավ, ձեռքիցս չեք պրծնի։ Սա լրիվ նոր է։ Շուտ, այս անգամ 6 պետք է լինի։ Դուք խելք ունեք, գլխիս խփեցիր, գնդլիկ։ Ինչու ես մեջտեղ ընկնում, թզուկ։ Դու ինձ թզուկ ասացիր։ Այո, դու էլ ինձ գնդլիկ ասացիր։ Գլխիս ես խփելու դեռ վիճում ես ինձ հետ։ Չթողեցիր 6 միավոր վաստակեմ ու դեռ գոռում ես։ Ձայնդ կտրի, թե չէ քեզ չեմ խնայի։ Հարց է թե ով ում չի խնայի։
Ես այնպես կանեմ, որ դու այստեղ կրիկետ չխաղաս։ Հասկացա՞ր։ Խաղալու եմ։ Անպայման խաղալու եմ։ Բայց դի, ի՞նչ բանալի ես դրել դրա փոխարեն։ Ես կողքի փողոցում մի հին բանալի էի գտել։ Այնքան հին է, որ ոչ մի մեքենա դրանով չի աշխատի։ Դիվագարի ծնողներն այս մեքենան էլ չեն տեսնի։ Բայց Նեմի մորաքույրը կհասկանա, թե նրանք ինչքան են կուշտը։ Ապրես շուպ, կեցես, արի։ Թափկի աղջիկս, բոլորին ասացիր։ Բոլորն են գալու։ Բաուջին էլ է գալու նվիրաբերությանը։ Իսկ ես ու Բաուջին երբեք միասին չենք աղոթում։ Խոսիր աղջիկս, ինչու ես լռում։ Ինչ է պատահել։ Քերի։ Ինչ ես բերել։ Քերի, սա շատ համեղլադու է։ Պետք է Աստծուն նվիրաբերենք։ Քերի, եկեք խնդրում եմ։ Մորաքույրը խնդրել է, որ գաք արտին։ Ասա, որ այսօր նրա սիրելի տղան կարող է մասնակցել դրան։ Նա հիվանդ է։ Նրան Աստծո օրհնությունն ավելի է պետք, քան ինձ։ Բաուջին էլ է գալու նվիրաբերությանը։ Իսկ ես ու Բաուջին երբեք միասին չենք աղոթում։ Ասացի չեմ գալու։ Արոն, ես չեմ եկել, որ ձեզ կանչեմ։ Ես միայն հեռախոսս վերցնելու եմ եկել։ Թափկի, հոտավետ փայտիկները այստեղ թողեցիր։ Թափկի։ Թափկին այստեղ թողեց լադուն, չգիտի, որ վասունդարան ինչ կանի, եթե լադուն ներքևում չլինի։ Թափկի։ Դու սա սենյակում էիր թողել։ Մի րոպե խնդրում եմ։
ऐसे भगवान Երես մի թեքեք Աստծուց։ भीख नहीं दिखाते ऐसे Մայրս միշտ այդպես է ասում։ Դուք շատ հարցերում կարող եք տարաձայնություններ ունենալ, բայց երկուսդ էլ मंदिर այնքան մոտ եք Աստծուն։ Քանի որ այստեղ եք, եկեք միասին աղոթենք։ Մայրիկ, արի սկսենք նվիրաբերությունը։ Ոչ բաուջին կգա, ոչ էլ դրուվը։ Ինչ? Մայրիկ, սա իսկական հրաշք է։ Առաջին անգամ Դրուվն ու նրա հայրը միասին աղոթելու են եկել։ Սա ոչ ոք չէր կարող անել, բայց դու արեցիր թափկի։ Թափկի, դու այսօր առաջին անգամ մեր տանը նվիրաբերության ես մասնակցում։ Դրա համար էլ ես ուզում եմ, որ արարողությունը դու սկսես։ Ողջեր աղջիկս, ողջեր։ Աստված տա, որ երկուսդ էլ ստանաք այն, ինչ ուզում եք։ हमेशा पूर्ण
Ինչ ես այդքան ցնցված։ Ինչ է ուրվական ես տեսել։ Այս տանը միայն մի ուրվական կա։ Մայրիկը։ Պարզ չէ, որ պետք է նեղվեմ։ Մեր մեքենան գողացել են։ Այս ինչ թաղամաս է։ Միայն Աստված գիտի։ Ես ես ասում, սա հարևաններից մեկն է արել։ Խնամի այդքան մի նեղ սրտեք, մեր հարևանները ազնիվ մարդիկ են։ Մեր թաղամասում մի ասեղ անգամ կորած չկա։ Մեքենան ու ասեղը տարբեր բաներ են։ Ինչ տարօրինակ մարդիկ եք։ Մեր մեքենան են գողացելիս դուք ձեր հարևանների գովքն եք անում։ Փեսա, այդքան մի զայրացիր։ Մենք անպայման կգտնենք մեքենան։ Հիմա նիմի մորաքույրն ու նրա ընտանիքը կհասկանան, թե այդ մարդիկ ինչքան ագահ են։ Նրանց դուրս կշպրտեն։ Տեսեք, տունը պատրաստ է։ Որպեսզի պատրաստ լինի, դեռ 2 աղյոս էլ է պետք։ Միայն այդ ժամանակ տուն կունենանք։ Նայեք այնտեղ։ Ներս գնա, ջուր բեր։ Մեզ ջուր պետք չէ, խնամի, սա մեծ կորուստ է։ Իսկ դուք ջրի մասին եք մտածում։ Խնամի, այդքան մի բորբոքվեք, մենք այստեղ ենք, հարցը կլուծենք։ Լսեք, մեր մեքենան գողացել են։ Այդպես չէիք խոսի, եթե դա ձերը լիներ։ Խնամի, այդքան մի հուզվեք, ես ոստիկանությունում ծանոթներ ունեմ։ Հիմա զանգ կտամ ու կասեմ, որ մի բան անեմ։ Մեքենան մի րոպեում կգտնեն։ Ինձ թվում է, նրանց մատախառն է սրան։ Որպեսզի հետո դա գտնեն ու իրենց պահեն։ Ճիշտ ես ասում, Անջու, բայց դες թե ինչպես են իրենց կորցրել։ Մոռացեք, եկեք։ Գնացինք։ Լսիր տղաս։ Որտեղից հայտնվեց այս մեքենան, ինչպես։ Ինչպես ինքն իրեն եկավ։ Իր ոտքով եկավ։ Լսեք, գողը երևի վախեցել ու այն հետ է բերել։ Փարկասով որ վերադարձավ, թե չէ լավ չէր լինի։ Ուզում եմ ասել, որ շատ գոհ եմ Աստծուց, որ մեր մեքենան հետ բերեց։ Թե չէ ինչպես էի ձեր սիրելի աղջկան զբոսանքի տանելու։ Քույրիկ ներող եղեք, դուք շատ լավ բան եք նվիրել ձեր աղջկան ու Փեսային։ Բարոն, ես այս թղթապանակները կտամ տիկին Սակշիին։ Գնացեք, հանգստացեք։ Ես էլ գնամ։ Լավ։ Զգույշ եղիր։ Բարի լույս, տիկին։ Բարի լույս, տիկին։ Պարոն Դրուվն է ձեզ ուղարկել այս թղթապանակները։ Դուր, ես աչքի կանցկացնեմ։ Նախ դու գնա պատրաստվիր։ Գնա դիմահարդարի մոտ։ Գնա։ Շոուն ես քեզ հետ եմ անելու։ Ինչպես թե ինձ հետ։ Դու այսօրվա մեր հաղորդման պատվավոր հյուրն ես լինելու։ Դա կակազող մարդկանց թեմայով է լինելու։ Այդպիսի մարդիկ շատ խնդիրների առաջ են կանգնում։ Դրանց մասին քեզանից լավ ով կարող է խոսել։ Կխոսես քո պայքարի, դժվարությունների մասին, քո փորձի մասին։ Դա նրանց կոգեշնչի։ Դե կօգնես ինձ։ Տիկին, եթե իմանամ, որ խոսելով կօգնեմ ինչ-որ մեկին, անպայման այդպես էլ կանեմ։ Ես քեզանից ուրիշ բան չէի էլ սպասում։ Ահա, վերցրու թղթերը։ Այստեղ շուտ ասելուկներ կան։ Սրանք անգամ սովորական մարդկանց համար են դժվար արտաբերել։ Բայց դու պետք է սովորես ու բոլորը միանգամից ասես, որպեսզի օրինակ ծառայես մյուսներին։ Դու երևի մտածում ես, որ ես միշտ նախատում եմ քեզ, որ գոռում եմ, քեզ վատ եմ վերաբերվում, որ քեզ հետապնդում եմ, բայց անկեղծ ասած, ես այդպիսին չեմ։ Ուղղակի շատ լուրջ եմ մոտենում իմ աշխատանքին, իսկ դու այնքան էլ շուտ չցուցադրեցիր քո իսկական կարողությունները։ Այդքան բան, այդպես մի ասեք։
Դուք իմ վերադասնեք։ Ինչ որ ասում եք, իմ օգտի համար եք ասում։ Լավ, դե ուրեմն գնա ու սկսիր պատրաստվել։ Մի ժամից նկարահանումը սկսվում է։ Մի բան մտածեցի։ Ծնողներիդ էլ ասա թող գան, եթե կարող են։ Շատ հաճելի կլինի։ Նրանք էլ կտեսնեն, թե դու ինչքան ես առաջ գնացել։ Թափկի, ես կարող եմ մեր մեքենան ուղարկել նրանց հետևից։ Շնորհակալություն տիկին։ Հաջողություն։ Գնա պատրաստվիր։ Կերկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։